Այսօր որոշեցի ձեզ հետ կիսվել իմ սիրելի բիսկվիտի պատրաստման ընթացքով։ Այսօր հյուրեր ենք ունենալու, դրա համար էլ որոշեցի տանը համեղ, թարմ և փափուկ տորտ պատրաստել։ Ինձ համար հյուրերի գալը միշտ լավ առիթ է ինչ-որ բան պատրաստելու, հատկապես երբ դա տնական քաղցրավենիք է։ Այս բիսկվիտի համար մեզ անհրաժեշտ է ընդամենը 6 ձու, 1 բաժակ շաքարավազ և 1 բաժակ ալյուր։ Շատ պարզ բաղադրիչներ են, բայց ճիշտ պատրաստելու դեպքում ստացվում է շատ նուրբ և փափուկ բիսկվիտ։ Սկզբում առանձնացնում եմ սպիտակուցը դեղնուցից, սպիտակուցը լավ հարում եմ մինչև պնդանա և ստացվի կայուն փրփուր։ Հետո աստիճանաբար ավելացնում եմ դեղնուցը, շաքարավազը և ալյուրը, ամեն ինչ նրբորեն խառնելով, որպեսզի զանգվածը չնստի։ Թխելու տարայի հատակին դնում եմ ստվարաթուղթ և մի փոքր ձեթով պատում, այնուհետև լցնում եմ պատրաստի խմորը։ Բիսկվիտը դնում եմ նախապես տաքացրած 160 աստիճան ջեռոցում և թխում մոտ 25 րոպե։ Ամենակարևոր պահերից մեկն այն է, որ թխվելու ընթացքում ջեռոցը չբացենք, հակառակ դեպքում մեր բիսկվիտը կարող է նստել։ Մինչ բիսկվիտը թխվում է, պատրաստում եմ կրեմը։ Դրա համար օգտագործում եմ 200 գրամ կարագ, 1 տուփ 380 գրամ խտացրած կաթ և մի փոքր վանիլին։ Կարագը լավ հարում եմ, հետո աստիճանաբար ավելացնում խտացրած կաթը և վերջում վանիլինը։ Ստացվում է շատ նուրբ և համեղ կրեմ։ Երբ բիսկվիտը պատրաստ է և ամբողջությամբ սառչում է, արդեն կարող եմ այն ձևավորել կրեմով։ Այսօր ուզում եմ ստանալ պարզ, բայց գեղեցիկ տնական տորտ, որը հարմար կլինի մեր հյուրերին հյուրասիրելու համար։ Ինձ շատ է դուր գալիս տանը պատրաստված քաղցրավենիքը, որովհետև այն միշտ մի ուրիշ համ ունի։ Տորտի միջուկի համար ես պատրաստել եմ մանրացված ընկույզ և բեզե։ Բեզեն մանրացնում եմ փոքր կտորների, ապա ավելացնում ընկույզը և այս խառնուրդը օգտագործում եմ շերտերի միջև։ Իսկ վերջում այս նույն բաղադրիչներով կարող են գեղեցիկ ձևավորել նաև տորտի վերևի հատվածը։ Հուսով եմ ձեզ դուր կգա այս բաղադրատոմսը և գուցե դուք էլ որոշեք պատրաստել այն ձեր ընտանիքի կամ հյուրերի համար։